Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու ենք աստվածաբան Թովմաս Ուրարակիր Առաքելյանի հետ։ Պարոն Առաքելյան, շնորհակալություն մեզ հրավիրելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ 3 առավոտյան ԱԱԾ-ի մասնակցությամբ խուզարկություններ կատարվեցին Արագածոտնի մարզի առաջնորդարանում, Արագածոտնի մարզի թեմի առաջնորդի տանը եւ քահանաների բնակարաններում ավելի ուշ հայտնի դարձավ, որ 12 քահանա բերման է ենթարկվել եւ անհայտ ուղղությամբ տարել են թեմի առաջնորդին Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին։ Ավելի ուշ դարձավ, որ եւս 6 քահանային անհայտ ուղղությամբ տարել, ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինչ-որ բաներ են առգրավել առաջնորդարանից, դա ներկայացնում են որպես փայստեր եւ այլն, ու այդ ամենը կատարվել է Դանիել Իոնիսյանի դիմումի հիման վրա, որի համար նա օգտագործել է Հովնավանքի քահանա Տեր Արամի հարցազրույցի ժամանակ հնչած մեղադրանքները։ Ընդհանուր առմամբ 3 տեղի ունեցածը ինչպես եք բնութագրում, ինչ էր դա։ Զարմանալու կարողությունը այլևս իսպառ կորցրած, մենք հետևում ենք խայտարակության այսպես հերթական արարին, անշուշտ էլ որևէ բան զարմանալի չէ, ամեն բան շատ հստակ, մենք կարող ենք նույնիսկ նախապես իմանալ, հետևելով ոչ թե հայկական լրահոսին, այլ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ կոչված մի դիվահարի Փաշազադե այդ մարդու հայտարարություններին, այսինքն որպեսի հասկանալ Հայաստանում վաղը ինչ է լինելու, դու արդեն այսօր կարող ես նայել Փաշազադեի հրահանգները։ Ակնարկում եք, որ սա կոնկրետ ադրբեջանական կողմից հնչած հրահանգ է, Սա այլևս այնպիսի օրինաչափություն է, որպիսին երբևէ պատահականություն չի լինում դիվանագիտական դաշտի մեջ, այսինքն 4 անգամ Փաշազադեն տալիս է հարցազրույցում հնչեցնում է հրահանգ եւ հրահանգը կատարվում է սարսափելի, այսինքն օպերատիվությամբ եւ վայրկյանների ճշգրտությամբ։ Մեկ-մեկ մտածում եմ լավ, եթե մեր իշխանությունները կարողանում են այդքան օպերատիվ լինել, ինչու մեր երկրի շահի ժամանակ օպերատիվ չեն, ինչու մեր երկրի խնդիրները այդքան օպերատիվ չեն լուծվում։ Այսինքն փաստացի այս մարդիկ ունեն կարողություններ լինելու օպերատիվ կատարելու ինչ-որ պարտավորություններ, այսինքն անկարողներ չեն, այսինքն երբեմն ասում են, չէ, գիժ է, արի ուտես որ գիժ չէ, ասում են չի կարողանում, արի ուտես որ կարողանում է, ասում են դե հարիֆ է, ախր ինքը արի ուտես որ երբ որ հերթը հասնում է Փաշազադեի հրահանգները կատարելուց, ոչ գրպանն են գցել, ոչ հարիֆ է, ոչ գիժ է, ոչ խելագար է, ոչ տկար է, արի ուտես որ կարողանում են անել, երբ որ հերթը հասնում է իրենց անձնական եւ իրենց փոքրիկ խմբակի, որի մեջ ներառված բնականաբար թշնամի երկրի այսպես շահերը կարողանում են կատարել շատ օպերատիվ ձևով, բայց մեր երկրի շահերը չեն կարողանում սպասարկել։ Մեր քաղաքացիների սոցիալական այդ չկարողանալու արդեն ենթատեքստն այն է, որ փաստացի մենք գործ ունենք ոչ թե անկարող մարդու հետ, ոչ թե մարդու հետ, որը չի ուզում կամ մենք գործ ունենք կոնկրետ թշնամու հետ, որը շատ հստակ արդեն անթակույց հատելով բոլոր կարմիր գծեր, այլևս ոչ մի բանից չվախենալով գործում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, մեր ինքնիշխան հանրապետության, մեր անկախ հանրապետության, մեր պետականության եւ այդ պետականության սարսափելի հալածանքի ճանապարհին մենք հանկարծ հասկացանք, որ ըստ իրենց Հայաստանի Հանրապետությունը հաց ուտելու մասին է, որովհետեւ այստեղ հաց, այստեղ պետություն։ Որտեղ հաց, այնտեղ կաց։ Դե դա իրենց նույնիսկ Facebook-յան էջերին, իրենց պաշտոնական այդ հայտարարությունների մեջ։ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջի ետնանկարն է։ Այս հաց ուտելու մասին պետությունը դարձավ 4-րդ հանրապետություն։ Հաց ուտելու մասին պետությունը, հասկանում եք, ու բնականաբար այս ֆոնի վրա քեֆ են կանում, հորը սարև լավ են կանում տրամադրությամբ, ձերբակալվեց 3-րդ սրբազանը։ Բնականաբար ոչ մի զարմանալի բան չկա, անշուշտ զարհուրելի է, անշուշտ որպես հայ առաքելական եկեղեցու շատ խոնարհ դասի սպասավորի, բնականաբար որպես հայ առաքելական եկեղեցու հավատարիմ զավակի եւ զավակի, որը 4 տարի սնվել է մայրաթոռում, չես կարող երբեք ուրանալ այդ հացը, ասում ես դու հասկանում ես, որ քո հոգեվոր հայրերից եւս մեկին բանտարկում են, բայց կան մարդիկ, ովքեր հարցազրույցի ժամանակ մեղադրանքներ են հնչեցնում իրենց հոգևոր ղեկավարների կազմին, նրանց մեղադրում են հետաքրքիր
ուրեմն զանցանքների մեջ, որոնք Հայաստանում նախատեսում են պատիժ։ Մինչև հասնել են մարդկանց, որոնք այո ուրանում են մայրաթորում իրենց կերած հացը։ Մինչև իրենց հասնելը։ Գիտեք ինչ հետաքրքիր մտքի վրա եմ ու ինչ զգացողության վրա եմ ես ինձ բռնացնում այս օրերին անդադար։ Իդեպ բոլոր հարցազրույցներում նաև շնորհակալություն հայտնելով դեպի բանդ հերթական ուղեգրի մասին, որովհետև այս հարցազրույցները, որոնց դուք մեզ հրավիրում եք, դեպի բանդ ուղեգրեր են։ Ըստ էության Միքայել arczepiskopos Աջապահյանն էլ հստակ այդպես հարցազրույցները բանաձևեց, այո, մենք իմանալով, որ մեր յուրաքանչյուր հարցազրույց դա ուղեգիր է դեպի բանդ, որևէ վարքյան լռելու ոչ մտադրություն ունենք, ոչ տրամադրություն, գիտեք, ինչքան նվաստացուցիչ է ինձ համար վախենալ այս վախկոտներից։ Ինձ համար ավելի նվաստացուցիչ բան չկա այս աշխարհում, քան վախենալ Նիկոլ Փաշինյանից եւ իր իշխանությունից։ Դա նվաստացուցիչ է։ Եվ ես խոսքս ուզում եմ ուղղել նաև պետական տարբեր մարմիններում աշխատող, տուն պահող մարդկանց, որոնք դե տուն ենք պահում, դե չենք կա, դե վախենում ենք, ախր կհանեն աշխատանքից եւ մանավանդ բլոգերներ, մտավորականներ, հանրային մարդիկ, որոնք ունեն լսարան ու վախենում են օրվա իշխանություններից եւ այդ վախը սքողում են քաղաքականությամբ չզբաղվելու ինչ որ անհեթեթ այսպիսի խոսքերով նվաստացուցիչ է վախենալ այսօր Հայաստանում, որովհետեւ գոնե 1937 թվականին հսկայական բոլշևիկյան գերտերություններ, կայսրություններ եւ այն ժամանակ որ վախենայիր, գոնե վախենում էիր այն իշխանությունից, որը Հիտլերին էր հաղթելու, հա, այնտեղ գոնե կար շատ ուժեղ ռեժիմ, կար շատ ուժեղ իշխանություն եւ տոտալիտար իշխանություն։ Այնտեղ վախը դեռ ինչ որ արդարացում ուներ եւ այնուամենայնիվ եկեղեցին նույնիսկ այն ժամանակ չի վախեցել։ Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը նույնիսկ 37 թվականին չի վախեցել։ Հոգեվորականները նույնիսկ այն ժամանակ չէին կաշկանդվում խոսել։ Խոսեցիք բոլշևիկների իշխանության մասին, Մայր աթոռում նման ընդհանրապես հայ հոգևորականների դեմ նման գործողություններ ձեռնարկել են թուրքերը եւ բոլշևիկները։ Մողոլներն էլ են ձեռնարկել, հռոմեացիներն էլ, բյուզանդացիներն էլ, դարերի ընթացքում հայոց եկեղեցին բազմիցս ենթարկվել է ամենատարբեր պատճառաբանություններով հալածանքի կողմից, ոչ յուրայինների։ Մեզնից մեկ պահանջում էին, չէ, մենք հիմա էլ յուրայինների կողմից հալածանքի չենք ենթարկվում։ Մեր յուրայիններից որևէ մեկը մեզ չի հալածում հիմա։ Եվ նրանք, ովքեր հալածում են, յուրայիններ չեն։ Եկեք դա հստակ ընդգծենք։ Իմ զգացողությանը վերադառնալով, անդադար մտածում եմ, լավ, եթե ես մինչև հիմա ազատության մեջ եմ, ինչն եմ սխալ անում։ Ինչու՞մ եմ թերանում ես։ Ու շատ հոգևորականների հետ, երբ զրուցում եմ այս օրերին, շատ համընդհանուր մի զգացողություն կա, որ հալածում են լավագույններին, հա, ուրեմն մենք թերանում ենք, հա, մեր ծառայության մեջ, որ մեր տունը չեն խուզարկում, որովհետև երեք խուզարկել են այնպիսի հոգևորականների բնակարաններ։ Տերոշին քահանան, գիտեք, ես իր ծառայությունը գիտեմ դեռ Հառիճավանքից, ես Հառիճավանքում ուսանող էի ավագ դպրոցի աշակերտ, վանական դպրոցի 17 տարեկան, Տերոշինը Հառիճավանքում էր ծառայում ու ես իր ծառայությունը այնտեղից սկսած գիտեմ։ Տեր Փարենի ծառայությունը տարիներ շարունակ էլի բոլորիս աչքի առաջ է եղել։ Տեր Մանուկ քահանան 44-օրյա պատերազմում ես գիտեմ, Տեր Արամը գիտի, բոլոր իր հետ ծառայակից եւ ամբողջ հավատացյալ ժողովուրդը գիտի, թե ինչպես է Տեր հայրը մասնակցել 44-օրյա պատերազմին եւ ինչ սխրանքներ է ունեցել։ Այլ հարց, որ նա չի խոսում դրա մասին, բայց ես կաշկանդված չեմ խոսելու ու վկայելու։ Խուզարկում են լավագույնների բնակարանները եւ մենք ասում ենք ուրեմն մենք լավ չենք ծառայել։ Ուրեմն նույն իմ բնակարանը, որ դեռ չեն խուզարկել կամ որ ինձ դեռ չեն բռնել կամ որ ես դեռ բանտում չեմ, ես ամպիտան ծառան եմ Հիսուս Քրիստոսի, որ չեմ արժանացել այդ պատվին հալածվելու թեպետ իմ պարագայում ես ապրում եմ արդեն տևական ժամանակ է ամենօրյա ֆեյքային հարձակման տակ ու նույն երեք օրինակ եթե նայեք երեկվա իմ գրառման մեկնաբանություններում ես չեմ ջնջել այդ մեկնաբանությունները, այնտեղ օրինակ այդպես ազատ մարդ ու նժդեհի նկարով fake page կա, որը օրինակ իմ մեկնաբանությունը սպառնալիքներ է գրել, որ զգուշք քայլես երեկոյան, շատ աղոթի։ Արդեն սպառնալիքներ իմ այս վերջին գրառման տակ, որտեղ ես անդրադարձել եմ Տեր Արամ քահանային,
այդ մեկնաբանություններում արդեն այդպես սպառնալիքներ կան, որ փողոցում զգուշ կքայլես։ Հիմա ավել բան չենք Արամի ասում։ հետ կապված դուք ձեր հիշողությամբ եք կիսվել, երբ նա կաթողիկոսին առաջարկ էր արել, այո։ Այդ արտահայտությունն ընդ որում հետո պարզվեց, որ հնչեցրել է 2 անգամ։ Մի անգամ հնչեցրել է ճեմարանականների ներկայությամբ, մի անգամ հնչեցրել է արդեն առանձին նաև միաբանական հավաքի ժամանակ ես միաբանական այդ հատվածում չեմ եղել, բայց իմ միաբան եղբայրները ասացին, որ բացի ճեմարանականների ներկայությամբ դա կրկնելուց մի հատ էլ դա էլի կրկնել է նաև միաբանական փակ հավաքի ժամանակ։ Փաստորեն համառ է, մեկ անգամ մերժվելուց հետո փորձել եմ։ Այստեղ հարցը համառությունը չէ ու նախ այս գրառման մեջ ես շատ հստակ հիշում եմ Ղափար Հայրապետի կեցվածքը։ Դա շատ ծանր օր էր բոլորիս համար, դա ընդհանրապես պատմության ընթացքում, այսպես Գարեգին II-ի վրա առաջին հարձակման օրն էր։ Ես կարող եմ վրիպեմ արդեն քանի տարի է անցել, բայց հենց ձեր հեռուստատեսության արխիվում վստահաբար կան այդ կադրերը, եթե չեմ սխալվում, նաև հենց 5-րդ տարիքն էլ դա լուսաբանել էր ակտիվ։ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարակ էր։ Պատարակից հետո բոլոր ճեմարանականներով մասնակցում էինք պատարակին ու արդեն պատարակից երբ վերապարը պիտի դուրս գար, հենց եկեղեցում հարցակում եղավ մի շատ թափթփուկ մի խմբակի կողմից, որոնք իրենց հռչակել էին Նոր Հայաստան, Նոր Հայրապետ։ Ամբողջավար մի պոպուլիստական մի խումբ, որոնք հետագայում մասնակիցներից մեկի որդին հետո Հանրապետության հրապարակում կարծեմ համերով ապարեկների վրա էր քշում։ Որից մյուս մասնակիցը Գյումրիում պաշտոն ստացավ, դառնալով տնտեսագիտական համալսարանի, ժողովրդի ինստիտուտի ռեկտոր, եթե չեմ սխալվում։ Բոլորը հետագայում այդ իրենց ծառայության համար ստացան իրենց 30 արծաթները։ Նույն կարկալույց մի հոգևորական կա, որը այս օրերին ակտիվ գնում է հանրային հեռուստատեսություն, Civic-ով է անդադար վեհապարի դեմ խոսում, ընդամենը մի քանի օր առաջ պաշտոն ստացավ, դառնալով ազգային անվտանգության ծառայության այդ աղանդավորներով զբաղվող այդ վարչությունում ինչ որ պաշտոն ունեցավ։ Այսինքն 30 արծաթը երբեք չի ուշանում, ես ինքս հրապարակում արեցի համագործակցության առաջարկի մասին եւ այն մասին, որ մերժել եմ եւ բնականաբար դրանից հետո սկսվել են սպառնալիքներ, fake էջերով փաստաբանները զբաղվում են, ուսումնասիրում են, փորձում են կոտրել այդ էջերը, հասկանալ այդ էջերի հետևումով է կանգնած, սկսվեցին անոնիմ այդ մեսեջները, որ կոտրել ենք հեռախոսը, հետո ինչ որ հարցակումներ, հակերային հարցակումներ, իմ Instagram-յան էջը արդեն 14 անգամ փորձել են հատուկ տարբեր ընդ որում ձևերով կոտրել, փառք Աստծո, որ ես թիմ ունեմ, որը աշխատում է ակտիվ իմ էջերը, իմ Telegram-յան էջը, իմ Instagram-յան էջը պահպանելու։ Ընդ որում մի անգամ իմ Instagram-յան էջը կարողացան կոտրել եւ ձեռք էին բերել իմ ամբողջ նամակագրությունը, այսինքն սկրինշոթերով, մոտավորապես 1600 սկրինշոթ էր իրենց մոտ այդպես պահված։ Այնուամենայնիվ, երբ իրենք ցույց տվեցին այդ սկրինշոթները, այսինքն ես արդեն հասկանալով ինչ սկրինշոթներ են իրենց մոտ ամբողջ սկրինշոթների դաշտը մարդկանց հոգևոր հարցերի ու պատասխանների այդ մեսեջներն էին։ Ես իրենց ասեցի, գիտեք, եթե դուք այդ ամբողջ սկրինշոթները կարդացել եք, ես կարող եմ ընդհանրապես ձեզ շնորհավորել, որ դուք այդպես տարական քրիստոնեական կրթություն ստացաք։ Պարոն Առաքելյան, առաջարկում եմ այս պահին մի փոքրիկ հատված դիտել Տեր Արամի մասնակցությամբ, որից հետո փորձենք մեկնաբանել այն, ինչը լսեցինք։ Տեր Արամ, այստեղ գյուղում պատմեցին, որ 3 չէ առաջնորը թաղման արարողության ժամանակ դուք տեղեկացրել եք, որ վարչապետը պատրաստում է գալ այս համայնք եւ բոլորին հրավիրել եք մասնակցելու։ Եղել է այդպես։ Այո, եղել է այդպիսի բան, որովհետեւ ես վարչապետի ընտանիքի հետ իդեպ սա ուզում եմ շեշտել, որ դարձյալ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ եմ սկսել ես այդ ընտանիքի հետ աշխատել եւ որևէ ծածուկ ու թաքուն բան չեմ արել, երբ որ ես զանգ եմ ստացել, հա, որ գնամ ծառայություն իրականացնեմ, ես անպայման իրենց թույլտվությունը ունեցել եմ։ Այսինքն ես որևէ անգամ նախաձեռնող չեմ եղել այդ ընտանիքի հետ կապի դուրս գալու, շփումներս խորացնելու եւ անգամ առաջարկներ են եղել, որ Տեր ջան, քո համար ինչ անենք, վերջապես ծառայություն ես մատուցում, ոնց որ բոլորը կուզենան քո ծառայության դիմաց քեզ համար որևէ բան անել, մենք էլ ցանկություն ունենք։ Պատկերացեք հրաժարվել եմ այդ։ Հիմա թաղման ժամանակ մարդկանց հրավիրել քարոզ չէ Տեր Արամ։ Գիտեք, ես վերջերս նկատեցի, որ մեր ձևով նախաձեռնությունը, թե խումբը, ոնց ասեմ, Գյումրիում եկեղեցու մեջ
քաղաքական գործունեություններ ծավալում։ Իսկ որևէ սրահի մեջ մարդկանց հրավիրել եկեղեցի պատարակի, ինձ թվում է, որ ես վատ բան չեմ արել, սխալ բան չեմ արել։ Եկեղեցի պատարակին ուրիշ է, վարչապետի գալու մասին տեղեկացնելով հրավիրելը ուրիշ է։ Մեր երկրի ղեկավարն է գալիս։ Պարոն Առաքելյան, թաղման ժամանակ քահանան, համայնքի քահանան հրավիրում է մարդկանց հանդիպել Նիկոլ Փաշինյանին, որը շուտով այցելելու է իրենց համայնք։ Եվ որպես հակակշիռել դնում է մեր ձևով շարժման այդ օրինակը, որ պետք է շեշտել, որ մեր ձևով շարժումը առաջացել է եկեղեցունի պաշտպանություն եւ ոչ թե եկեղեցում քաղաքական ակցիա է անում, այլ ի սկզբանե պաշտպանում է Մայրաթոր Սուրբ Էջմիածին ամենայն հայոց հայրապետին հոգեվորականներին այս բռնաճնշումներից եւ քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը ըստ էության իր ազատությունն է զոհաբերել հանուն հոգեվորականներիս, հանուն մեր պատիվը պաշտպանելու։ Հետևաբարով, եթե ոչ մեր ձևով շարժումը պետք է լինի եկեղեցում եւ եկեղեցում է եւ մասնակցում է պատարակներին եւ ոչ թե օգտվում է հոգեվորականի ծառայություններից, այսպես ինչ-որ տպավորություն է, որ ինչ-որ ծառայությունների մատուցման պայմանագրով ինչ-որ աշխատանք են կատարում, այլ նրանք մարդիկ են, ովքեր ներկա են պատարակներին, թե Մոսկվայում, Մոսկվայի հայոց եկեղեցու բարերարներն են, թե այստեղ, թե Մայրաթորում, այսինքն ես այդ մարդկանց տեսնում եմ պատարակներին կանգնած։ Իշխող կամ իշխանությունը զավթած ընտանիքին մենք երբևէ վերջին տարիներին մանավանդ եւ թիրախավորումից սկսած մենք պատարակի մասնակցելուց չենք տեսնում։ Այս մարդիկ հայ առաքելական եկեղեցու զավակ չեն, որովհետեւ կարծում եմ Տեր հայրը փայլուն պիտի որ իմանա, որ այն մարդը, որը չի մասնակցում հայ առաքելական եկեղեցում պատարակների, չի հաղորդվում Քրիստոսի մարմնին եւ արյանը, նա համայնքի մաս չէ։ Պարոն Առաքելյան, այնուամենայնիվ կուզենայի վերադառնալ այս տեսանյութում հնչած կետերին, վերադառնալով, բայց այստեղ կա շատ կարևոր վարդապետական դրույթներ, որ ընտանիքը չի մասնակցում պատարակի, գալիս է օրինակ հիմնադրամի միջոցառման շրջանակներում եւ քահանան գիդ չէ, որ գիդի ծառայություններ մատուցի պարզապես։ Իդեպ նշում է, որ զանգ է ստացել եւ նաեւ իրեն առաջարկել են որոշակի օգնություն կամ աջակցություն իր կատարած աշխատանքի դիմաց։ Սա մի տեսակ ինքնախոստովանություն չի։ Գիտեք, ես ունեմ մի շատ կարևոր կարմիր գիծ, որն օրինակ չունեն, ինչպես հասկանում ենք, ոչ առաքելական եկեղեցու զավակ, այլ շատ բողոքական հայացքների տեր, եթե կուզեք աղանդավորական հայացքների տեր, այս իշխող ուժը։ Իրենց հայացքները աղանդավորական են, բողոքական են, ոչ առաքելական են եւ ոչ ուղադավան են։ Իրենք քահանային դիտարկում են այսպես իր պարզապես մարդկային արժանինքներով։ Մարդկային արժանինքներով քահանային կարող է բացառապես մեր Տեր Հիսուս Քրիստոսի եւ ահեղ դատաստանի ժամանակ այսպես եւ նաեւ եկեղեցական ըստ էության կարգապահական, հանձնախումբ, որը կարող է դիտարկել։ Քրիստոնյան հոգեվորականի նախ եւ առաջ դիտարկում է ձեռնադրությամբ։ Այս ձեռնադրությունը յուրաքանչյուր քրիստոնյա համար կարմիր գիծ է։ Եթե իշխող խումբը կարող է այդ կարմիր գիծն անցնել ու ձեռնադրված հոգեվորականին դիմել անունով, ինչպես օրինակ անում են անտաստիարակ դատախազները, անտաստիարակ ոստիկանները, անտաստիարակ քաղաքական գործիչները, անտաստիարակ մարդիկ, օրինակ Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, վստահ եմ շուտով նաև Մկրտիչ Սրբազանի, առավել եւս եւ Վեհապար Հայրապետի հասցեին։ Ես երբեք չեմ կարող Տեր Արամի հետ խոսել առանց ի նկատի ունենալու իր ձեռնադրությունը, երբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կարգապահական հանձնախումբը որոշում կկայացնի Տեր Արամի հետ կապված, ես ըստ այդմ կխոսեմ, այսինքն այնուամենայնիվ քաղաքական որոշակի քաղաքական առումով գործունեության օրինակ չկար այստեղ, երբ որ ամեն ինչ հստակ է, այսինքն այստեղ գիտեք հոգեվորականը կարող է քաղաքական կարծիք արտահայտել եւ պետք է այդ կարծիքը արտահայտի, որովհետեւ հոգեվորական այս երկրի կարևորագույն մտավորական շերտն է ու չի կարող հոգեվորականը կարծիք չարտահայտել ամենակարևոր հարցերի շուրջ, այսինքն հոգեվորականներին լրացնելու փորձը սին է։ Հոգեվորականը մշտապես բոլոր դարերում կարծիք է արտահայտել երկրի բոլոր խնդիրների հետ կապված, այդ կարծիքները երբեմն գործի է դրել, կնեք Խրիմյան հայրիկը քաղաքական լուրջ գործունեություններ չէ ծավալում եւ հսկայական կոնֆերանսների էր մասնակցում հայկական շահներ առաջ
Այո, եկեղեցին փոխարինել է պետությունը բազմաթիվ դարեր, Եվ պետության լինելու ժամանակ էլ չի դադարել ունենալ այս երկրում մտավորականի հասարակական ակտիվ գործչի, քաղաքականության մեջ ուղղորդող բարոյագիտական կարևորագույն սկզբունքները տվողի հանգամանքը, եւ երբ երկիրը օկուպացված է, ինչպես խոսքի սկզբում ասի, թշնամական ուժերի կողմից, ով եթե ոչ հոգեվորականը պիտի բարձրաձայնի ճշմարտության մասին։ Ճշմարտությունը երբեք մեծամասնության ձայնը չէ։ Ճշմարտությունը երբեք ամբողջի ու, չգիտեմ, մարդկանց քանակով չի բանաձևվում եւ հոգեվորականն էլ երբեք ժողովրդի կամ մեծամասնության կողքին չէ։ Հոգեվորականը ճշմարտության կողքին է։ Հոգեվորականությունը ընդ որում երբեմն կարող է բարձրաձայնել ճշմարտություն, որը կարող է ընդհանրապես պոպուլյար չլինել։ Գիտեք, մի այսպիսի խոսք կա ձայն բազմած, ձայն Աստուծո։ Սա սխալ խոսք է, սա Աստվածաշնչում նման խոսք չկա։ Բազմության ձայնը երբեք Աստծո ձայնը չէ։ Տեր Արամը տվյալ դեպքում բազմության ձայնն է բարձրաձայնում։ Տեսեք, ես անդադար անձերից գնում եմ գաղափարական դաշտ։ Սին է այսօր քննարկել մի անձի, որը ինձնից շատ ավելի լավ խոսում է իր նկարագրի մասին։ Սին է։ Այնինչ Տեր Հայրն ասում է, իրեն ավելի լավ է բնութագրում, քան ես կարող եմ ինձ թույլ տալ որևէ բնութագրում։ Ձեզ համար ՔՊ քարոզիչի կամ ՔՊ կուսակցության անդամի տպավորություն չթողեց այն բացատրությունը, որ բերեց Տեր Արամը։ Անձերից։ Անձերը այդ գաղափարների կրողն են։ Գաղափարների մասին։ Այդ անձերի միջոցով կային գաղափարը մեկնաբանը։ Մեր լսարանը այդ գաղափարով կմեկնաբանի անձերին։ Հիմա տեսեք, ընդհանրապես Քահանան արել է մի հայտարարություն, որը բնականաբար սուտ է, ընդ որում եկեք քահանային չանվանենք նաև ինչպես այսօր շատ հաճախ ասում են, լսում եմ, որ ասում են մատնիչ, նաև հուդային անվանում։ Տեսեք, նախ եկեք մի բան հստակ արձանագրենք։ Տեր Արամը մատնիչ չէ, որովհետև մատնում են եղած իրողությունը։ Երբ որ դուք անվանում եք Տեր Արամին մատնիչ, ստեղծում է այնպիսի տպավորություն, որ Արագածոտնի թեմում եղել է ինչ-որ հանցագործություն, իր մեղքը ընդամենը այն է, որ ինքը գաղտնի չի պահել հանցագործությունը, մատնել է։ Դա այդպես չի։ Տեր Արամ քահանան մատնիչ չէ։ Մեկ ընդմիշտ բանսարկու է, այսինքն չեղած տեղից սարքել է նոր ինչ-որ բան։ Ես երեկել եմ առիթ ունեցել հարցազրույցում նշելու, որ լինելով Տավուշի թեմի այսպես ծառայող եւ աշխատակից, երիտասարդաց պատասխանատու, տարբեր պատասխանատվություններ ունենալով Տավուշի թեմում, ես երբեք պարտավորված չեմ եղել մասնակցել սրբազան պայքարին։ Ես մասնակցել եմ այն ժամանակ, երբ 100%-ով կիսել եմ այդ գաղափարները։ Ասեմ ավելին, Բագրատ Սրբազանը թեմի առաջնորդն էր եւ այդ ամբողջ ընթացքում թեմում շատ կային աշխատակիցներ, որոնք չէին մասնակցում ցույցերին։ Թեմում եղել են հոգեվորականներ, որոնք չեն մասնակցել ցույցերին։ Բայց ովքեր եղել են դատավարությանը, եկել են աջակցել Բագրատ Սրբազանին։ Եվ չեն թշնամացել։ Տեսեք, Տավուշի թեմում հիմա ես այլևս չեմ ծառայում Տավուշում, բայց ես ունեմ շատ ու շատ մտերիմ մարդիկ, որոնք եղել են Տավուշի թեմի աշխատակից, ինչ իրենց անձնական մոտեցումներով եղել են տարբեր ու չեն եկել, չեն մասնակցել ցույցերին։ Կարող ենք եզրակացնել, որ Տեր Արամը իր հայացքներ կիսող հոգեվորականները հայ առաքելական ներսում հանդիսանում են այս իշխանությունների վարած մեր առաքելական եկեղեցու մեջ այդ բողոքական շարժումներին հարող փոփոխություններ մտցնող լոկոմոտիվը։ Դե այո, դուք ճիշտ եք նկատում, որ շարժումը ոչ թե եկեղեցու դեմ է ընդհանրապես, այլ միտված է եկեղեցուն փոփոխություն անելու, այսինքն ավանդական, ազգայնական, պահպանողական եկեղեցին դարձնել լիբերալ բողոքական մի այսպես կառույց, որտեղ այլևս բողոքական վարդապետությունն է տիրելու, հետևաբար հոգևորականը ոչ թե ձեռնադրված առաջնորդ է, եւ մենք ինչ ենք ասում, առաքելական եկեղեցու վարդապետությունն այն է, որ եկեղեցին ձեռնադրված, այսինքն առաքելական ձեռնադրություն ունեցող հոգևորականի շուրջ համախմբված ժողովուրդն է, ընդ որում պատարակ մատուցող հոգևորականի շուրջ։ Հիմա հանվում է պատարակը, որովհետև անդադար որպես քրիստոնյայի կերպար բերվում է աղոթք պահք, Սուրբ Գիրք կարդացած մարդ եւ այդպես երևացող մեղքեր չի գործել։ Բոլորս մեղքեր գործում ենք։ Կանոնագիրքը մեղքերի համար նաեւ սահմանում է ապաշխարություն։
Եվ մեր եկեղեցու հայրերը մշտապես ինչ են ասում հավատացյալներին, ասում են դուք կարող եք տեղյակ լինել հոգևորականների մեղքերից, բայց արդյոք դուք տեղյակ եք հոգևորականների ապաշխարությունից։ Եկեք հստակեցնենք, որ աններելի մեղք է Սուրբ Հոգու հայհոյությունը։ Սուրբ Հոգու հայհոյությունը ինքնասպանությունը, չէ՞։ Սուրբ Հոգու հայհոյության մեջ որևէ մեկին չեն կարող մեղադրել մեր եկեղեցուն։ Որոշ մեկնությունների նկատի ունենալով կարելի է Սուրբ Հոգու հայհոյություն որոշակիորեն դիտարկել Սուրբ Հոգու ներգործությամբ իրականացված վավերական, գերվավերական ձեռնադրությունը հաշվի չառնելը օրինակ։ Երբ դու Սուրբ Հոգու ներկայությամբ մյուրոնը համարում ես առ ոչինչ։ Երբ որ դու հստակ իմանալով, որ դա Սուրբ Հոգու ձեռնադրությունն է գործել, մարտնչում ես Սուրբ Հոգու դեմ, մարտնչում ես Աստծո ներկայության դեմ։ Դա Սուրբ Հոգու հայությունն է։ Եկեղեցու ներսում հայ հոգևորականը մարտնչում է Աստծո դեմ։ Մենք չենք խոսում հոգևորականների ու անձերի մասին, մենք խոսում ենք ընդհանրապես, եկեք քննենք, հասկանանք։ Եթե որևէ հոգևորական Սուրբ Հոգու հայհոյության մեջ չի մեղադրվում, եւ չկա փաս եւ չկա վարդապետական հստակ մոտեցում, մնացած հազար ու մի մեղքերի համար կա ապաշխարություն։ Այն մեղքերը, որոնք ապացուցված չեն, օդի մեջ բամբասանք է, դրա մասին մենք չենք անդրադառնալու, չենք խոսելու։ Հիմա իրենք ինչ են ասում։ Տեսեք, շատ པարզ բան են ասում են, մենք ասում ենք, որ դուք այդ ձեր աչքի վերևը ունք կա, եթե դուք չեք հերքում, որ ձեր աչքի վերևը ունք կա, ուրեմն ձեր աչքի վերևը ունք կա։ Փայլուն, այսպես մի հատ տրամաբանություն է սարքել, որը դեմ է նույնիսկ հայկական իրավական ընդհանրապես համաշխարհային իրավական պրակտիկային։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը գա ինձ ասի գող, ես չպետք է ապացուցեմ, որ ես գող չեմ։ Ասողը պետք է ապացուցի։ Ասողը, մեղադրողը պետք է ապացուցի։ Պարոն Առաքելյան, բայց քարոզչական դաշտում այդ գործելավոճը շատ արդյունավետ աշխատում է։ Մարդիկ ասում են, լռում են, ուրեմն մենք խոսում ենք հիմա մեր քարոզչական դաշտի մասին։ Մենք ինչ ենք ասում, որ բացարձակ մենք չենք մեկնաբանելու եւ ես էլ հիմա համառորեն դուք թեև անդադար հարց տալիս եք, ես չեմ մեկնաբանելու ոչ Տեր Արամի ասածը, ոչ Նիկոլ Փաշինյանի ասածը, էլ եմ ասում, ինչ որ կներեք, բայց իմ ինտելեկտի համար նվաստացուցիչ է մեկնաբանել այսպիսի խոսքեր։ Մի բան է պարզ, որ մարդը ասում է, գիտեք, ինձ ճնշել են, ինձ վախեցրել են, ես գնացել եմ ցույցի։ Այսինքն մարդ խոստովանում է, որ ինքը պատրաստ է նրան, որ իրեն կճնշեն եւ ինքը ճնշմամբ, օրինակ ես երբեք չեմ կարող այդպիսի վկայություն տալ, որովհետեւ նույնիսկ իմ հայրը եթե փորձի ինձ ստիպել, որ ես անեմ որևէ բան, թե օրինակ իմ հայրը, անձնապես իմ հայրը, որը զինվորական է, որում բարձրաստիճան զինվորական է, շատ դեմ է, որ ես զբաղվեմ այս գործունեությամբ։ Ես հենց այստեղ գալուց առաջ զրույց եմ ունեցել իմ հոր հետ, որը շատ այսպես դեմ է, որ ես իմ հայրենիքի մասին խոսքս բարձրաձայնեմ։ Բայց իմ հայրը հստակ գիտի, որ չի կարող ինձ ստիպել, որ ես անեմ սա կամ նա կամ ես ունեմ ինքնուրույն միտք ու ինքնուրույն մտածելակերպ։ Նույնիսկ իմ կենսաբանական հայրը չի կարող ինձ ստիպել անել որևէ բան կամ ուղղորդել, կարող է խորհուրդ տալ եւ մենք այդ խորհրդի մասին կարող ենք ժամերով զրույց ունենալ։ Բայց երբեք չի կարող ինձ ստիպել։ Եթե մարդը խոստովանում է, որ իրեն ստիպել են, ինքը գնացել է ցույցի ու այդպիսի բաներ է անում, սա չի խոսում նրա մասին, ով ստիպել է, որովհետև ստիպելու որևէ փաստ չկա ու դա սուտ է, դա կեղծիք է։ Դա խոսում է ուրիշ բանի մասին, որ մարդը ստրկամտության հակում ունի ու դա գիտի։ Այսինքն խոսում է իր մեղքերի մասին, թարից բոլոր մարդիկ միրտ խոսում են իրենց մեղքերի մասին։ Դա շատ կարևոր բան է։ Ում որտեղը ցավում է, դրա մասին է սկսում խոսել։ Մարդը, որը շնացող է, մարդը, որը չունի պսակադրություն, զուգընկերուհու հետ կարող է հազար մի բան իրեն թույլ տալ, կամ ազգային ժողովի նախագահը, որը շնացող է եւ այդ շնացող լինելու մասին նույնիսկ արդեն հանրայնացվել է եւ ուրեմն որոշակիորեն տեղեկատվություն ֆիլմերից, իր արժեքներից մենք տեսնում ենք, որ մարդը նաև բաժանված է եւ իրենք չունեն ավանդական ազգային ընտանիքի որևէ կերպար եւ այլն եւ այլն։ Մարդը, որը շնացող է, իր համար բոլորը շնացող են, ինքը միշտ գող է փնտրում, շնացողը է փնտրում, այս տրկամիտն էլ տրկամիտներ է փնտրում։ Հիմա
ամենայն հավանականությամբ այդ տրկամտությունը, որի մեջ հանրայնորեն Տեր հայրը այսպես խոստովանում է, վերաբերական է նաև որվա իշխանությունների նկատմամբ տրկամտությանը։ Գիտեք ինչն է ամենակարևորն ու այս հարցում ցցունը գոնե անձնապես ինձ համար։ Ես որ այդ բոլոր առաջարկները ստացել եմ, ես այդ ինչպես կասեր հայտնի քաղաքական գործիչ, ես այդ մեջկությունը տեսել եմ ու չեմ գայթակղվել։ Ես գիտեմ այդ գինը, այդ արժեքը, այդ ամեն ինչի, այդ ծառայություններ, որ ասում է ծառայություններ, ես գիտեմ այդ ծառայությունների աշխատավարձն ինչքան է, ու այդ աշխատավարձը ինձ երբեք չի հետաքրքրել։ Փաստորեն իրեն հետաքրքրել է, եւ ես կարող եմ աղոթել Տեր հոր համար։ Գիտեք, ասում ենք հուդա, իմ ամբողջ միակ աղոթքն այն է, որ Տեր հայրը չգնա հուդայի ճանապարհով մինչև վերջ։ Պարոն Առաքելյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, ցավոք մեր ժամանակը սպառվեց։ Շնորհակալ եմ հրավերի համար ու տա Աստված, որ հաջորդ անգամ մենք ավելի դրական առիթներով իրար հետ զրուցենք։ Երանի։ Հիշեցնեմ այսօրվա մեր հյուրն էր Աստվածաբան Թովմաս Ուրարագիր Առաքելյանը։ Դուք դիտում եք հարցազրույցը, մեր հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։